Ողջույն, Կորզարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօր մեր հյուրն է Գարո Քիզիրյան, ողջույն Գարո ջան։ Ողջույն, շնորհակալություն Դիրան հրավիրելու համար։ Մերսի, որ եկել եք այսօր Սիրիայից եք եկել։ Այո, Սիրիայից։ Բայց երբ եք եկել ու ինչի եք որոշել հայրենադարձել։ 2012-ին վերջնական տեղափոխվել եմ Հայաստան, բայց 2008-ին արդեն սկսել էր պլանները, նամանավանդ եղբայրս, ինձ մի 8 տարի մեծ է, ինքը բավական հերադես է եւ այդ ժամանակ որոշել էր, որ նույնիսկ 2005-ի կողմերը որոշել էր, որ հոս դուն ունենանք, առանց վերջնական որոշելու արդյոք դունը մշտական գլա կամ ամառնային մեզի համար այցելելու համար ամառանոց մգլա, բայց եւ այնպես, այսինքն պլաններ կար, անանք մչեր, որ միայն բادرազմներ պատճառը Իհարկե գուզեինք ավելի ուրիշ ծև հասնել հոս կամ ավելի պլանավորված ծևով հասնել Հայաստան, բայց 2012-ին գիշեմ ես համալսարանը բավական խնդիրներ ունեցա եւ վերջնական որոշեցի, որ Երևան տեղափոխվել եւ ուսումս հոս շարունակել։ Երևանի բժշկական համալսարանը ավարտել եմ, տեղագիտություն, հետո արդեն շարունակեցի ուսումս ամերիկյան համալսարան բիզնեսի մագիստրոսը ստացա եւ ընկերության, տեղագիտական ընկերության մեջ, այսինքն ընդունվեցի, մինչեւ այսօրս 9-րդ տարին է արդեն այդ ընկերության մեջ եմ, դեպի հայք ծրագրի միջոցով եւ ովև մեկ ռոբե կամ վարգյամ չեմ զղջար իմ որոշումից։ Ուրեմն լավ հասկանանք, ձեր եղբայրը եկել էր ցեզանից առաջ, թե ինքը դունը արիկ, բայց առաջին եկողը դու գեիք ընտանիքին։ Բարբերաբար ինքը գայցել էր։ Բարբերաբար, բայց ոչ մշտական։ Ոչ թե մշտական, բայց շատ գայցել էր, ընկերներ ուներ։ Եվ այդպեսով վերադարձավ եւ ինքը վերադարձավ ցեզանից առաջ։ Չէ, բդույթեն վերադարձավ եւ վերջնական հորս հետ եւ իմ հետս խորհրդակցեց, որ պետք է այլևս տուն ունենանք ոնց սպիրկա հայենք, պետք է ծեվում այդ հայրենիք վերադառնանք։ Եվ այդպեսի որոշում կայացրեց եւ Okay, սաբաբան այննադեն միակ մարդահարավերը կամ այս ամեն ինչը պարտացնելը կորձն էր, կորձին հաջողությունը հալե բավականին մեծ հաջողությունն էր հայրս եւ ընդհանրապես իրեն համար տիրուն չէր տվար, որ մեկ անգամ են լրիվ ուրիշ երկիր տեղափոխվել եւ նոր կորձ սկսել, բայց սերը գար, նպատակը գար, ամենայն թևս միշտ ուզեր ենք Հայաստան տեղափոխվել, անոր համարալ Այդ քայլը գիրարեցինք, ասենք, okay, վերցենք այդ այն ինչ կլա, եւ այդպիսով ատունը եղավ մեր մշտական դունեմ, նամանավանդ ծնողքիս համար գրնամսել իմ այրենք ընդեղ Գաբրին, բայց 2012-ին էր, որ վերջնական ես առաջ տեղափոխվեցի, հալե պամուչի գար իրենք թեր կամած կմտածեին, որ ես 2012-ին արդեն վերջնական գրանցվեցա համալսարանը թղթապանություն եւ այլն ամեն ինչի եւ համալսարանը սկսեցա։ Շատ արագ շատ շուտ զարգացավ ամեն ինչ, հալեբ եւ իրենք վերջնական տեղափոխվեցան այնատեն Իտալիայից հետո։ Այո։ Ինչպես շատեր ասել, շատեր դուրս եկան հալեբից, բայց ոչ բոլորը այս ուղղությունը բռնեցին Հայաստանի, գամեգան ժամանակավոր հետո չի հավանեցին, թողեցին գնացին եւ այլն, այդ մեծ բացմություններ են, բայց մենք ուրախ ենք, որ շատերը եկան ու վերջնական որոշեցին հոս մնալ, հագարակ որ դժվարություններ կային առաջին ամիսները ասենք, բայց անոնք որ համոզված էին գրցան այդ խնդիրները հաղթահարել, իսկ անոնք որ համոզված չէին, շուտով փորձեցին դեպի Կանադա կամ Շվեդ կամ այդ ուղղությունները բռնել։ Իսկ դուք առաջին անգամ որ համալսարան Հալեբից եկաք ստեղ մեծ փոփոխություն զգացիք, որով նույն միջավայրը չի նույն մտնոլորտը չի։ Անշուշտ, բարձր որ թեպի թրախտ չէին կարգոր, թեպի բեշնական զարգացած երկիր չէինք կարգոր, ադիմեզի համար, այսինքն գիտակցություն ունեինք բարձր, աննանք մոչեր, որ շատ մեծ ակնկալիքներ ունեինք, բայց երբ որ քու դունը դե, երբ որ քու գդե, ուրիշ աչքով գնայիս, որ ինչքանալ նվազ գետեր, թերությունները լա, Ադի մենք պիտի փոխենք, մենք պիտի զարգացնենք։ Եթե ամեն հայ սկսի մտածել, որ շատ թերություններ կա եւ թող շտկվի, թող լավանա հետո կամ այնադեն դեմը չենք հասնել գարձեմ։ Բայց եթե ամեն սպիրկա հայ մտածե, որ ես երտամ իմ բարդկս կդարեմ, իմ մասս անեմ,
կգարձեմ որ Հայաստանը այն ադեն է որ թրախտ կրնանք դարձնել այո առանց խոսելու դուրս են ավերորդ բագաս եւ քննադատելու քանքստը եւ մենք զարգացնենք եւ դարբերը եւ որս ես որ օրինակ ես կերտամ Հայաստան ու դարբերը ես որ ես կերտամ իմ արմատներուս երկու դարբեր նախատեսությունները նույն իմաստ ունեն բայց եւ որ մեր արմատներն ունեն դա ավելի թրագան է ավելի ճիշտ է որովհետեւ ամեն մարդ իր արմատներու փույսը պետք է լինի իր արմատներու մոտ որ ինքը ավելի առողջ ավելի ճիշտ աճի բայց շատերի համար Հայաստանը որպես ուրիշ երկիր է այսինքն Գերմանիան Իտալիան Հայաստանը նույն մագարտակի է նաև որ ուր ավելի շատ փող կարող է աշխատի ու դա է որ շատերի համար դժվար է հոսքալը եւ ծեր առաջին քայլերը համալսարանը ավարտեցիք թյուրությամբ այո բավականին հաջողություն կդա իրականության մեջ առավելություններն մեկը համալսարանին որ իրենք foreign language class-ը գար որ արդեն անգլերեն ուսուցում կդրամատրեին նույնիսկ բժշկությունը նույնիսկ տեղակիդությունը ամերիկյանը թե պետականը պետական այո պետական համալսարանը ունի առանցին խումբ որ միայն անգլերենով կտասավանդ է եւ այդպիսով Սուրիա Խալամուն համալսարանը որ գուսանեի հոնալ անգլերեն էր անակում որ հատկանալ դժվար չեղավ մեկ անգամին եկա եւ գրծա այսին շարունակել ուսումս այդպես ավարտեցի որոշեցի բիզնեսի մագիստրոսի MBA degree գնալ ամերիկյան համալսարան Հայաստանին որը շատ բարձր մագարտակի է նույնիսկ բոլորս գիտենք վկայի կանա դիպլոմ այսինքն ամերիկյան դիպլոմ է այդպես որոշեցի այդ ժամանակ իրականության մեջ նույնիսկ ֆրանսիացի եւ ոնց շարունակեցի ուսումս MBA-ը հյուսիսի քաղաքներից մեկը Նանտ եւ այդ ժամանակն էր որ հնարավորություններ ունեցա այսինքն դուրս մնալու նամանավանդ այդ շրջաններ երբ որ Սուրիա հայերը արդեն Եվրոպա գերտային գոր դարբեր տեսակի վիզաներ եւ այլն դասավորելով որ այնտեղ հաստատվին բայց վերադարձա եւ մեկ անգամեն դեպի հայք Սևանին է ծանոթացա եւ ինձ ուղղորդեց ինչպես շատերը դեպի հայկով շատերը եւ կգարձեմ որ ամենա լավագույն քայլներ որ արել է գանկիս մեջ իրենք շատ լավ ծևով թե ցույց կտան երգիրը բոլոր քաղաքները առավելություններով եւ թերություններով եւ այդ հնարավորությունը որ մեծ մասամբ հայերի դասավանդես ինչ որ կամ volunteer-ն ես ինչ որ դու գիտես ադի գամավորական աշխատանքը քեզի կգաբե երկրի հետ եւ որ տեսնես որ շատ դեղեր քեզ գարիք ունեն շատ ավելի կգաբվես երկրին ու գսկաս որ ինչ որ մի բան արժև է ստանում չէ այո ադի ամենալավ զգացումն է գարձեմ ովև մեկ երկիր այցելելով կամ գամավորություն ունելով ադասկացումը չեք կնար ունենալ քան Հայաստան կալ մարզերեն մեկը երթալ եւ ծարայել ես ծարայություն եմ ասում գամավորության այո եւ ծարայել եւ տեսնել որ այդ ժողովուրդը որտուն օկտագար դարձար ինքը չի մտածեր դուրս երթալ քո շնորհիվ քո փոքր գիտելիքների շնորհիվ ունդեղից իր ասած շնորհակալությունը հերիքա որտուն ավելի գապվիս եւ ավելի արմատներիդ գողքը մնաս դրա համար է որ 70-ից 80% թեպի հայգի ծրագրի մասնակցողները թեգուց հայերեն չգիտեն հերրու երկիրներեն են եկած 80%-ը մնում է վերջի երկիրը այո հայերեն դասավանդել հայկական բարերը ոչ թե միայն բարել այլ սովորացնել այսին բացատրել ամեն մեկ բարի նշանակություն ամեն շարժումը հետո քյուրերուն ծանոթանալ ամեն շաբաթ օրերը որ մեզի քյուրերը գտանին եւ excursion գցեն նույնիսկ գայդով գերտանք այսինքն բացատրություն ունենանք ամեն մեկ եկեղեցի կամ կար կամ քյուր ինչպես գտնվեր ինչպես աջեր ինչպես ուրասեր է եւ արժեքը գիտնակ երկրին ու դրա համար է որ շատերը մնում են գիտեմ որ իրենք գասմանալով ինչ որ բան եղանակ կփոխեն երկրի մեջ թեգուս իրենք փոքր լուման բերելով իրենց մասնակցության մեջ իսկ մասնակցությունը հետո ինչպես գնաց դեպի բիզնես մի կադետ բացատրեք մեզ տեղակիդության ջուղերեն մեկն է որ management կամ կառավարում տեղերի ընկերությունների կառավարումը բավականին զարգացած ոլորտ է ներողություն արդատրող թե ներմուծող չէ ընդհանրապես ոչ արդատրող ոչ այլ ներմուծող այլ մեկ ուղղություն կա որ զարգացնել կամ research and development կսենք այսինքն եւ
որոնումներ, հասկանալ ինչ խնդիրներ ունի դեղորայքը, որ շուգայի մեջ է արդեն կամ որ նոր գզարքանագոր եւ ատեղերի շուրջ տարբեր տեսակի ծառայություններ մատուցել ընկերությունը ինքնուրույն կգոչվի Contract Research Organization կամ պայմանագրային հետազոտական կազմակերպություն, որը հիմնված է պրոյեկտների վրա, հետազոտություններ կատարելու համար տարբեր տեսակի ջյուղերի մեջ է։ Մեկ ջյուղերը մեկ օրինակի համար թեղերի անվտանգությունն է կամ թեղամիջոցների, նույնիսկ կոսմետիկայի անվտանգությունն է, որ եւ զարգացման ժամանակ եւ նույնիսկ երբ որ շուգայի մեջ է, պետք է հետազոտվի, պետք է բարբերաբար հետևիլ այս թեղերի շուրջ, եթե իրենք թեր ապահովեն թե չէ, որովհետեւ ինչքան ալ փորձարկություններ, կլինիկական փորձարկություններ կատարեն, վերջնական իր ապահովությունը 100%-ով մեկը չեն կարող ապահովել մինչև բոլոր ժողովրդի վրա չփորձվի։ Իսկ եթե լիցենզավորած ընկերությունները որ ուղարկում օրինակ Ֆրանսիայից դուք նորից կստուգեք այդ թեղը ինչպես ով է ցես բադվեր դվողը որ ուրեմն այս պահին մենք կաշխատենք ամենամեծ 10 թեղակիդական ընկերությունների 6-ի հետ ճշմարտաբար չեմ կարող անունները նշել, բայց իրենք արդեն ունին հազարավոր դեղորայք, որ արդեն շուգայի մեջ է եւ գուզեն, այսին բարդավոր են ռեգուլատորի մարմիններին հանձնեն այդ թղթապանությունը, որ այո, մեր դեղորայքը դեռ ապահով է։ Իսկ այդ թղթապանությունը չի կարող ովը մեկ անց արդատրել, պետք է լինի բժիշկ, պետք է լինի մասնակետ, պետք է լինի այդ անձը, որ ինքը դեղորայքը շատ լավ գիտի եւ հետեւում է լրիվ երկրի լրիվ երկիրների մեջ օգտագործողների հետ, ինչպես երբ որ դեղորայք մենք գործածենք եւ խնդիր մելա, առաջինը ընկերության գզանքենք եւ կդեղեկացնենք, եթե մենք չէ բժիշկը անպայման կդեղեկացնի, որ ձեր դեղորայքի հետևանքով այսպիսի խնդիրներ եղել է։ Եվ այդ ռիպորտները մենք կհավաքենք, կվերլուծենք օրական, չեմ գիտեր եթե կպատկերացնենք, բայց հազարավոր ռիպորտներ կլա, որտեղ մենք աշխարհի մագարտակի մասին կխոսենք եւ ծավալը բավականին մեծ է, անորոշ 50-60 բժիշկ իրար հետ նստած օրական միայն այս պրոյեկտի համար, այսինքն իսկ ընկերությունը արդեն միայն Հայաստանի մեջ մոտավոր 500 հոգի հասանք հոս անպայման բամը գուզեմ ավելցնել, որովհետեւ բավականին մտահոգություն եղել է բոլոր մեր սպիրկահային, որ արդյոք ես ռուսերեն չիմանալով գրնամ Հայաստանի մեջ աշխատել բժշկական աշխարհի մեջ օրինակի համար կամ IT ոլորտի մեջ եւ պատասխանը որ 100% այո ես ընդհանրապես ռուսերեն չեմ դիրապետում ճիշտ է դասընթաց կանցերեմ իմ անձնական գիտելիքի նախաձեռնությամբ սակայն օրական գործս լիովին 8 ժամանքներ են պետք է խոսիմ բոլոր մեր հաճախորդները կլայենտները Հայաստանեն չեն Ամերիկա Եվրոպա տարբեր երկրներից եւ որ կնշեմ Հայաստանի մեջ մեր ընկերության մեջ 500 արդեն մոտավոր 500 հոգի ենք, բոլորն ալ միան անգլերեն գխոսին օրվա այդ 8 ժամվա ընթացքին։ Այդ իսկ այդ 1 ժամը որ ընդմիջում գունենանք այդ ժամանակը որ հայերեն անգլերեն։ Նույնիսկ առավելություն է հիմա անգլերեն իմանալը։ Ես 21-րդ տարիս ես էլ ռուսերեն չգիտեմ, ես էլ ապրում եմ այստեղ աշխատում բիզնես եմ անում եւ նաեւ նախկինում էր կարողա 15 տարի առաջ էր որ ռուսերենը շատ ժամանակ պետք էր, բայց հիմա լրիվ կարող ես նաեւ առանց ռուսերենի։ Այո, օգնում է շատ մտեղ է ռուսերենը, բայց դենց էական կորձիկ չի ու անգլերեն իմանալը լավ նույնիսկ շատ դեղեր գազམ་ագերբություններ քեզ ավելի արագ են կորձի ընդունում, քան միան ռուսերեն։ Շատ կարևոր է։ Ռուսերեն իմանալը հաստատ որ բավականին մեծ առավելություն է, ես չեմ ասել որ ադի պետք չունենք, բայց այդ մտահոգությունը եթե մենք ունենք արդյոք ես հիմա օրինակ Ամերիկայի մեջ եմ կամ Ֆրանսիայի մեջ եւ ռուսերեն չեմ գիտեր եւ գուզեմ երթալ բամը սկսել, գուզեմ բոլորին հանգստացնել եւ հաստատել որ այդ ամեն ինչը կարող եք անել առանց ռուսերեն իմանալու։ Առավել ուրիշ հարց մգա որ այս հարցից հետո գկա սպիրկահայերի մոտ իրենք ինչպես ենք աշխատում իրենց հետ եւ այլն ստեղ գա մի հատ դվյալ որ դուք ասեցիք դուք մտակ թեպի հայք հետո ես ցեզ մի անգամ հանդիպել եմ առաջնորդության դպրոց այսինքն մտնում եք այդ դեղերը որոնք սպիրկահայեր չկան այնց խմբային առումով ու առանց վարանելու մտնում եք շփվում եք իրենց հետ կիսվում եք ուրախանում եք նաև իրենց ներգայությամբ ու նաև աշխատում եք հիմա այսչափ Հայաստանը
փնակ Հայաստան ծնված մարդկանց հետ։ Մեկը ծեր քնահատականը դվեք, որ ինչպես է թիմային աշխատանքը եւ եթե մեկը թրսից է ուզում կա գնեղանա, թե չէ։ Առաջին հերթին գուզեմ հագասել այդ բոլոր մարդկանց, որ իրենց մենք մասնիկները գործածեն այս խոսակցության ժամանակ, իրենց հետ ենք, երբ որ գսենք հայերի մասին գխոսենք։ Եվ մենք հայ ենք, այսինքն մենք չենք կրնար իրենց ասել, երբ որ մենք ալ նույն ասքին կպատկանենք։ Բացարձակաբես ես խնդիրներ չեմ ունեցած, տարբեր նմանավանդ աշխատանքի դեղ, այսինքն 90%, այո, ինքս սպիրկա հայեր էլ բավական, 40 հոգուց ավել, բայց մեծամասնությունը դեղացի, հայաստանցի, որ միայն իրար մեզ սորվիլ, միայն իրար հետ աշխատիլ, ցերկի դալ, գործը առաջ տանել, երկիրը առաջ տանել։ Այդ իսկ պատճառով առաջնորդության դպրոցը եղել է բավականին հետաքրքիր մաս իմ կյանքի, որովհետեւ ծանոթանամ հաջողությունների հասնող մարդիկ ինչպես հասել են։ Եվ բարդեի որ դիրանտուկ մեկ ծանոթացանք եւ շատ հետաքրքիր նախատեսում ասիկ որ անգարելի է մորնամ ասիկ որ հայավարի ենք եւ երբ որ հայավարի ենք բարը ասինք որ դարձնենք կանտե թրագանի դարձնենք կանտե ժխտական այդ պիսով ցերկի դալով երբ որ ասենք հայավարի ենք բամա այսինքն թրագան բամանենք եւ շատ լավ ձևով անենք լավ որակով անենք այդ խոսքը շատ ցենց միտքիս մեջ մնացել է եւ ասին արակելություն վերցնելով ադուղությամբ ալ գերտամ ամեն մեկ խոսքը որ ամեն մեկ այցելու գնեշը իրականության մեջ շատ կարեւոր է ամանավանդ առաջնորդության դպրոցը բավականին մեծ թուրեր գպանա բարոն Մովսեսյան Սամվելին անպայման մեծ շնորհակալություն գահիտնեմ իր նախաձեռնած այս դպրոցին ասենք որը 15 դարուց ավել է եւ խորհուրդ տամ բոլոր անմարդկանց որ գցանկանան բանը փոխել իրենց կյանքի մեջ եւ երկրի մեջ Հայաստանի մեջ անպայման միանան այդ ծրագրին վերադառնալով մեր հիմնական հարցին արդյոք դժվարություն ունեցա պատասխանը հաստատ ոչ ընդհակառակ շատ բան սորվեցա մենք իրար մեջ շատ բան ունենք սորվելիք եւ սպիրկը եւ հայաստանցիները երկուքս ունենք շատ ուժեղ կողմեր շատ մեծ դրական կողմեր որ գրնանք ցերկի դալով իրոք շատ մեծ ուժ դառնանք օրմը կնարգեինք եւ ասինք մեր թշնամիները մեզ ինչ են գվախնան մեզ ամենաշատ եւ ամենամեծ կետը որ խոսեցանք եւ եզրակացության ասանք որ գվախնան եւ որ սպիրկը եւ հայաստանցիները շատ մոդենան իրար եւ մեկ դառնան ադե ամենամեծ վախը պիտի լա բոլոր երկրներին որ մեզի չեն սիրեր այո մոդենամար թշնամին միշտ փորձում եմ հերացնել սպիրկը Հայաստանից ու հակին գործողություններ են անում վերջին մի քանի տարին էդուղությամբ, բայց հաջողության չեն բսակվի միանշանակ, որովհետև սպիրկը միշտ սնվում է Հայաստանից, Հայաստանն էլ սպիրկից, դա ասված որ ամեն ինչ դեպի թրագան գնա, որովհետև այնտեղ է մեր հաղթանակները, ծեր թրագան մտածելակերպը նաև դարավ ցեզ հաջողությունների միանշանակ դուք եթե դժգոհող քննադատող մարդ լինեիք չէին բացվիր ասքան թռներ դուք շուտով համալսարանում հաջողություն կդաք հետո կորձի մեջ հաջողություն կդաք հետո նույնիսկ անձնական կյանքի մեջ հաջողություն այո դա մի հատ ասեք որ ինչքան թրագան է ինչքան թրագան թռներ են բացվում կհավատամ այդ խոսքին որ թրագան մտածելակերպով թրագան թուրեր կբացվի այդ մասին անցնելուց առաջ կուզեմ նշել որ երբ որ պատերազմը սկսավ եւ ընտանիքով այսինքն եկանք Հայաստան հայրս 60 անց էր եւ այդ քանդարվա հիմնված գործը բարձր գործընծուցինք եւ երբ որ մենք մտավախության մեջ էինք եւ տեսանք որ ինք այդ տարիքին 0-ին գործը սկսավ եւ այսօր իրականում ներկայացուցիչ է մեքենաների հատուկ մասերի Հայաստանում եւս հաջողություն կդավ երկրի մեջ իր երկրի մեջ այս անգամ այդ ժամանակ արդեն մեզի ով մեկ բար խոսիլ չինար այլ ընդհանրակ եթե իմ հայրս որ ասկան դարի հաջողություն գտնել են վերջ 0-ին սկսի ուրեմն մենք ընդհանրապես պետք է ոգևորված հաջողություն միայն հաջողություններ միակ դարբերակներ այսինքն հաջողությունը այստեղ
Այո, դարիների ընթացքին շատ լավ թուրեր բացվեց եւ ծանոթացա իմ տիկինից, որ արդեն 8 ամիս է ամուսնացել ենք, ինքն էլ ֆրանսիահայ է եւ արդեն 8 ամիս է տեղափոխվել է Վեչնագան Հայաստան։ Հոստանոթացաք թե Նանտ։ Այո, հոստանոթացանք։ Չէ, ուսում են վերջեր իրականությամբ, ինչեւ որ վերադարձել է արդեն Երևան։ Այդպես Հայաստան ծանոթացանք, տեսնվեցանք եւ դարիների ընթացքին բավական 4-5 տարի շփվելուց հետո որոշեցինք։ Բայց ինքը հայրենադարձ էր թե ծեր շնորհիվ եկավ։ Ինքը իրականության մեջ արդեն internship որոշեր էր Հայաստան եւ վերեր էր։ Անանք մչեր որ իրեն համար լիովին նոր որոշում էր, բայց վերադարձել էր իդ Ֆրանսիա, նույնիսկ գործի մեջ էր եւ ամուսնության հետևանքով այսպես Ֆրանսիայից շատ երկուս սալ իրականության մեջ ունեինք շատ մեծ հնարավորություն Ֆրանսիա մնալու իրեն գործը եւ այդ ժամանակ հետաքրքրության համար մի քանի տեղ դիմեր էի եւ ընդունվել էի իրականության մեջ բայց այսօրվա դրությամբ նույնիսկ եթե մենք համեմատենք Եվրոպայի էկոնոմին եւ Հայաստանի, այո, Հայաստանը ավելի լավ չէ, բայց ավելի լավ գնալալ։ Բայց նաև Հայաստանի առավելությունները այդ ընտանիքի անվտանգությունն է, որ դուք երեխա ունենաք այն ժամանակ շատ ավելի խորը գխոսանք դրա մասին, բարոյական առումով, հոգևոր առումով, հայ բահելու առումով, որովհետև ինչքան դժվար է հիմա սերունդները բահելը արտասահմանում, բոլորը գիտեն խոսելուց սկսած մինչև զգացումները։ Այսօր մեր երեխաները առանց ոչ մի չանքի, առանց ոչ մի ավելորդ գործողությունների իրենք մեծանում են ինչպես որ մենք ենք ուզում։ Իսկ արտասահմանում շատ դժվար է անընդհատ թումբիդի աշխատես վրան առօրյա վերջ արդեն հոգնում են մարդիկ ու թողում են ինչպես ուզում է թող լինի։ Այդ հետո գսկակ է դրա դարբերությունը երևի մի հատ էլ գրավ իրենք ցես գխոսենք։ Իրականության մեջ անշուշտ մտածել ենք այդ ուղղությամբ եւ այսին լերուցոր տարբերություն կրնան գսել ոստերի ապահովությունը եւ ոդար երկիրների ապահովությունը նամանավանդ երեխաների համար եւ անշուշտ այդ մեկ պատճառներն մեկն էր որ Վեչնագանը որոշեցին։ Հիմա դուք իրար հետ երկու հոգի եք հայրենադարձ, ծեր շնորհիվ ցես դեսնելով գան Ֆրանսիա եւ Հալեբ մարդիկ որ ցանկություն ունին ծեր քայլերուն թիմել առանց իրենց համոզելու, բայց ես եթե դեսնեի ծեր դարիքին մարդիկ որ եկել են այստեղ ու ուրախ են ու գոհ են ու կորձ կդած են ու ամեն ինչով դրական են, ես եք ուզեի նմանվել։ Չեմ գիտեր եթե մեր օրինագով մեր պատճառով մեկը որոշեց, բայց բավական սպիրկահայեր արդեն ինչպես 2020-ին հոսք ունեցանք, նմանատիպ հոսք արդեն սկսել է բավականին մեծ այս անգամ։ Գնալ խաղաղության պայմանագիրը բավականին մեծ դեր խաղացավ, որը չեմ գիտեր եթե ադեգամ չէ, բայց բավականին լինի որ ազգանք, բայց մեծ հոսք չի գա այս պահին, մենք չենք թվեր չենք տեսնում, ընդհանրակը մարդիկ ուզում են տեսնեն, հետո որոշեն։ Բայց հիմա համաշխարհային այս վիճակը կարող է նաև մարդկանց հուշի որ տեսեք արմատներում մոդիկ լինելը ավելի ճիշտ է քան հերավոր դեղեր որ այսօր որտեղ որ աբահով նկատված էր այսօր ռումպի տակ է ցավոք սրտի ով կսպասեր այսպեսի մի բան բայց Սիրիա ունեք դեր մարդ Սիրիա ունենք բարեկամներ ավելի ընկերներ որտեղ ունեն Ճիշտ է այսքան տարի անց մարդ կա որ թեր նոր կպլանավորե գոր կալ Հայաստան միևնույն ժամանակ մարդ հալկա որ ինքներեն լավ գսկա թեր կմնա թեր հոն լավ գսկա որ այսինքն չեմ կարող ես գնահատել իր վիճակը այստեղ նստելով բայց երբ որ նշեցի որ հոսքա բավական երդասարտներ վերջերս ծանոթացանք որ տեղափոխվել են եւ նույնիսկ գիտեմ զույգը որ նոր պիտի երկուսով նորից հայրենադարձ եւ այստեղ պիտի հաստատվին այդպիսի դեպքեր կա հույսով եմ գշատանա հույսով եմ բոլորը կսկսին մտածել որ ոչ թե որովհետեւ Հայաստանը կզարկանա գոր ուրեմն հիմա գրնանք երթալ այլ կսկսին մտածել որ մենք ալ մասնակցենք զարգացնելու Հայաստանը ու նաև մեր ընտանիքները ապահով միջավայրում մեծացնենք, դա էլ մեծ կարևորություն ունի։ Վերջը օրինակներ տեսնեք վերջին 60-70 տարին Եգիպտոսը ստիպվեցան կորձարանները փակելու ու արտակախտելու, Իրաքը նույնպես, հիմա Սիրիանցեր հայրը ինչպես կոչեց գնաց, Լիբանան, ամեն դեղերը ինչքան որ ալ մնաց 50, 60, 70 տարի վերջը գալիս լա մի օր, որ քեզ
այդքան վատ դրության մեջ են տնում, որ փագում ես ու գնում ես։ Ավելի լավ չէ թուն քայլ առնես, թուն ճակատագիրդ որոշես, նախքան որ իրենք կան որոշեն ու բարդատրեն քո վրան։ Քո երեխեքի համար, ոչ միայն քո համար, եթե այսօր ունես ցանկություն ընտանիքդ մեծացնելու, իրենց մտածի թուն քայլ առ։ 100% ճիշտ է եւ միևնույն ժամանակ առավելություն կա հիմա համեմատած հին օրերին, որ հիմա այլևս ֆիզիկական խանութ պետք ունի ունենալու, որովհետեւ այդ կորձը իրականացնես տուն եւ կոմպյուտերը եւ խումբը վարձով դերմը խումբը ստեղծել եւ կոմպյուտերներով աշխատել, եթե մտավախություն ունիս հոստերի աբակային արի փորձե առանց մեծ ներդրումի, առանց մեծ ծախսերու եւ եթե Աստված չնայ այդպիսի բան եղավ, դու նորեն դեր գտնաս շատ արագ ելել առանց մեծ կորուստներ ունենալու։ Անանք որ կարծեմ որ հիմա ոսկետարն է հիմա է ժամանակը որ ամեն օր քաղաքը քայլելով կտեսնենք որ ինչպես զարգացած երկիրներու օրենքները գիրառելով մեր երկիրը ամեն օր կզարգանագոր անանք որ պետք է ես միշտ կսեի կնոջսալ որ եթե Հայաստանը հիմա է ժամանակը որ պիտի ծաղկի եւ պիտի զարգանա անպայման գուզեմ մաս կազմել այս ամեն ինչը։ Շատ ճիշտ է։ Եվ նաև եթե դուն էլ առնեն, գույք առնեն մի շատ, այդ էլ ապացուցվեց որ 20 տարվա մեջ ինչքան գույքերի կեները բարձրացան, այդ էլ գորուս չի։ Այսինքն գարաս on-line աշխատես, դուն ունենաս, դուն ինքինը բարձրանա, դուն on-line երբ ուզում ես կդեղափոխվես, եթե ցանկություն չունես մնալու եւ բոլոր առավելությունները ունես։ Վերջերս հյուր ունեինք որ հայ աղջիկ մներ որ ամուսնացել էր անգլիացի հետ որ եկել է ինստեղ ապրում են դսեղ շատ հերու այդ մարդը իր համագարկիչով ամեն օր իր կորձն անում մեծ կորձ անում ներկայացուցիչ է դարբեր երկրներում ինքը ահավոր քոհա որով ասում արավոտները դուրս են գալիս բնության մեջ քայլում են հետո գալիս են կորձն են գանում ու ռեմոտ վիճակը այսօր մեծ առավելություն է այո եւ վերջերս օրենքալ կարծեմ 2026-ին որոշվեց որ freelance աշխատելով IT ոլորտի մեջ 1% միայն tax կվճարես կարծեմ որ ասի ոյ մեկ երկրի մեջ չկա եւ այդ իսկ պատճառով սկսանք տեսնել օդար երկրացիներ որ արդեն իրենք կդեղափոխվին Հայաստան ես հատի տեսնել են հետո հայերին պետք է դառնամսեմ որ արդեն ամոթ է արդեն Գարո ջան շատ շնորհակալ եմ այս լավ զրույցի համար դա աստված որ թեր նմանները շատանան կամ կան ստեղծանոթանան ամուսնանան կամ այդ վիճակով կան ունեն երեխաներ ու մեծանան ընտանիքը որ հասնենք այդ երազանքի Հայաստանին որ բոլորս ցանկանում ենք նմանապես Տիրան շատ շնորհակալ եմ այս նախագիծին իրականության մեջ բավականին հետաքրքիր նախագիծ է հույսով եմ բավական դիտորդ կունենանք եւ բավական կդարածվի որ բոլոր հայերը տեսնեն խանդավառվին եւ ինչու՞ չէ ոսկան եւ իրենց երկրորդ կեսը շնորհակալ եմ շատ միշտ նոր հանդիպում